Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այսօր մի հատ հետաքրքիր թեմայով եմ ուզում խոսամ ձեր հետ, որ Աստված իմ սրտի մեջ դրել է, իրականում ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Ընկերներ, շատ եմ տեսնում գովազդներ, որ գովազդում են վարկեր, վարկային կազմակերպություններից, իրականում ընկերներ, ես իրավաբան չեմ, այդ օրենքներից այդպես լավ տեղյակ չեմ, մի քիչ ծանոթ եմ, բայց ոչ իրավաբանի մակարդակով, բայց ամեն դեպքում ուզում եմ ձեզ զգուշացնել։ Բոլոր վարկային կազմակերպությունները, ընկերներ, իրականում արտոնություն ունեն ձեզ թաքուն բարձր տոկոսներ տան։ Շատ ժամանակ դուք ստորագրում եք, չեք տեսնում, այդ որ էջում է գրած, էլի։ Բանկը, որը համարվում է բանկ, Հայաստանի Հանրապետությունում, որ ֆիքսված է բանկ, իրավունք չունի ձեզ 24%-ից ավել տարեկան գումար տա, հա, այսինքն որ ասում են 16%, հա, բայց փաստացին 22 օրինակ, ամեն դեպքում ինչքան էլ ուզենա խափի բանկը, պետության կողմից, կենտրոնական բանկի կողմից հաստատված բանկը իրավունք չունի տարեկան ձեզ 24.01%-ով վարկ տա։ Այդ դեպքում իրականում մեծ խնդիրներ կունենա։ Դուք իրան կարակ դատի տակ ամեն մեծ տուգանքներ կունենա։ Ընկերներ, դա իմացեք, բայց վարկային կազմակերպությունները, ընկերներ, սա ասում եմ, որ իմանաք, ընկերներ, պրոստը սիրտը ցավում է, մինչև 400% կարում են գումար ստանան։ Այսինքն ձեզ տալիս են, ինչ ասեմ, 100,000 դրամ, հա, վերջում ստանում են 400,000 դրամ մի տարվա մեջ, ընկերներ, եթե ձեր վարկը, ասենք, չգիտեմ, 5 տարով է, 1.5 միլիոնից ավել փող են վերցնում 100,000 դրամի համար, պատկերացիք, չէ՞ ինչ եմ ուզում ասեմ։ Շատ իրականում շատ մարդիկ նեղությունից դրդված, ընդունում եմ, կարիք կա, էթում եք վերցնում եք վարկային կազմակերպություններից, ընկերներ։ Մի գնացեք այդ չար տեղ, ընկերներ, չար են այդ վարկային կազմակերպությունները։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ, շատ ժամանակ այնտեղ ձեզ ասում են 20%, չգիտեմ եւ այլն, 60-80% իրականում փաստացի տոկոսադրույք են անում։ Այնտեղ կլինի սպասարկման վճար, եսի մինչերի վճար, այդ բոլոր ծախսերը, որ իրար կպցնում ես, դա դառնում է փաստացի տոկոսագումար։ Ու տարեկան դա կազմում է իրականում 60-80 կազմակերպություններ կան, անունները չնշեմ, իրականում մինչև 400%-ով տալիս են։ Ընկերներ, լավ է թե ձեր ձեռքը կտրեք, քանց թե հետա այդ չար կազմակերպություններից գումար վերցնեք։ Վայ է չար կազմակերպություններին, ուղիղ ձեզ ասում եմ, շատ չար ալնելու, թե իրանց սեփականատերերի համար, Աստծո արքայության դաներ ուղիղ փագա, ու ոչ մի քահանա չի կարա բացի իրանց աղաշ։ Ուղիղ ասում եմ, որ մտնեն Աստծո արքայություն։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, իմ ընկերներ, իմ ժողովուրդ։ Չեմ ուզում, որ իրականում խրվեք։ Ես էլ եմ շատ տենում։ Ընդ մեկ ասում է շինարարությունը կիսատ է մնացել, մեկ ասում է շտաբ գումարա պետք են, մյուս ասում է, չգիտեմ, շուտ քեշ եւ այլն, sense բաներ են գովազդում։ Մի գնացեք, ընկերներ, լավա բանկից վերցնեք, գնացեք բանկերից վերցնեք, բայց ոչ վարկային կազմակերպություններից, դրանք չարիք են որպես այդպեսին։ Կազինոից բետար են, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Սրանով էի ուզում կիսվել։ Աստված իրականում սրտից դրել էր, որ ձեր հետ խոսայի, ընկերներ։ Զգույշ եղեք, վարկային կազմակերպությունները իրավունք ունեն, պետականորեն, չեմ ասում ինչ որ խախտում են անում, իրավունք ունեն իրանց ուզած տոկոսադրույքը սահմանեն։ Դա կլինի տարեկան 40%, 60, 80, 100, 400, բայց բանկերը, օրինակ, հա, իրավունք չունեն 24%-ից ավել ձեզ վարկ տան։ Դրա համար, ընկերներ, լավա գնաք բանկ, քանց թե գնաք վարկային կազմակերպություններ։ Թող Աստված իրականում շատ օրհնի, ընկերներ, շատ զգուշ եղեք, իրականում շատ սենց բաներ կան, ամեն անգամ որ տեսնում եմ, ասում եմ, իրականում ժողովրդի մի զանգված կա, որ տեղյակ չեք, ընկերներ, նորմալ է, ես ընկե հելել եմ իրականում, դրա համար գիտեմ այդ ամեն ինչը, որ չեմ էթա վարկային կազմակերպությունների մոտ, երբեք, ավելի լավ սոված նստես սնքրտաս, վերջում ասենք Աստված դուռը կբացի, քանց տետաս այդ չար վարկային կազմակերպությունների մոտ, ընկերներ։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի, զգույշ եղեք, ընկերներ, շատ զգույշ եղեք, խելացի եղեք, Աստված է ստեղծել միտքը իմաստությունը, շատերը վերցնում են էդի սարքում են շահույթի ինչ-որ բան, բայց վայ այդ մարդկանց, որ իրականում վաշխով հող են տալիս, այդ իրանց դատն ու դատաստանը չարա լինելու, իրանց մասին չեմ խոսում, այսօր ձեր մասին եմ խոսում, ընկերներ, իմ ժողովուրդ։ Սրանով է ուզում կիսվեի, Աստվածաշնչի հետ իրականում այդեն շատ կապ չունի, բայց քանի որ իմ ժողովուրդն եք իրականում սիրտը ցավում է դրա համար, ընկերներ, ինչի է թակ 400% տակ ինչ որ մեկին, որ իրականում որ ասում է չար մարդ է, ծնվել է այս աշխարհ, որ վերջում է դա դժոխք։ Ինչի իրականում ընկնեք դրա ճանկերի մեջ։ Զգույշ եղեք, ընկերներ, բացարձակ ոչ մի վարկային կազմակերպությունների մոտ մի գնացեք, չար բաներ են դրանք, ընկերներ։ Սրանով է ուզում կիսվել, թող Աստված ձեզ շատ օրհնի, իրական, թող Աստված այդ վարկային կազմակերպությունների տերերին էլ խելքում իգտա, որ հասկանան դա շատ չար է, Աստված անիծելով անիծում է դա։ Բայց դե ամեն դեպքում չեմ էլ հավատում, որ այդ մարդիկ կգան դեպի Աստծուն։ Դրա համար իմ ժողովուրդ, սրանով եմ ուզում ձեր հետ կիսվել։ Թող Աստված ձեզ շատ օրհնի, ընկերներ, օրհնում եմ ձեզ։
Թող իրականում ամեն նեղության ժամանակ Աստված ձեզ միտք ու խելք տա, որ իմանաք ոնց գնաք, որտեղից գնաք, ինչ անեք, որ այդ իրավիճակից դուրս գաք։ Վստահեք Աստծուն։ Մարդուն ինչ որ կազմակերպություններին մի վստահեք, Աստծուն վստահեք, ու Աստված դռներ կբացի, շնորհք կտա, որ այդ ամեն ինչը լուծեք։ Սրանով է ուզում կիսվել։ Հավատարիմ եղեք Աստծուն, ու Աստված ձեր ամեն նեղության ժամանակ ձեր կողքին կլինի, ընկերներ։ Օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։